Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ խոստացել էինք, ուղիղ ժամը 1-ին մեր ոդքասթն է, հաջորդը լինելու է ուրբաթ օրը էլի ժամը 1-ին, ես խնդրում եմ, որ ինձ եւ Արտուր Խաչիկյանին հետևողները, որտեղ տեսնում եմ, որ նաեւ դիտումների քանակից հատկապես հիմա, երբ որ մարդիկ ուղակի հոգներ են քաղաքականությունից եւ ոչինչ չեն նայում, մենք տեսնում ենք, որ դիտումները մեզ ոգևորում են, մեզ խրախուսում են, եւ նաեւ վաղը չէ Այսօրը էլի է ժամին լինելու ենք ուրբաթ օրը ուղիղ եթերում, բարի օր Արտուր, եւ ուզում եմ սկսել Հայաստան ԵՄ արդեն տեքստից, որը կա պատրաստ, ուզում եմ հիշեցնել, որ մեզ հետևողներին, որ այս 3 օրերում Երևանում Եվրոպարադ էր, տեղի ունեցավ Եվրամիության քաղաքացիական հասարակությունների ֆորումը, դրան հաջորդեց Հայաստան ԵՄ առաջի սամիթը եւ դրան հաջորդեց կամ դրա զուգահեռ գնաց Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը ուրեմն Հայաստան եւ ահա մեր բոլոր հայրենակիցները, ովքեր սպասում էին, որ այդ վերջնական փաստաթղթում իրենք պետք է գտնեն իրենց եվրոպական երազանքի պատասխանը, ուրեմն ես այդ փաստաթուղթը Արտուր սենց եմ կարդացել, հետո սենց եմ կարդացել, հետո սենց եմ կարդացել, հետո սենց եմ կարդացել եւ որևէ Այո, եւ տեսանք այն 2.5 միլիարդը, որ 18 թվականից իրանք խոստանում են, էլի դրված է, որ այ հեսա 2.5 միլիարդ կլինի եւ միակ առարկայական երևի թե հնարավոր տեսանելի ուրեմն կետը դա վիզաների ազատականացնում էր, որը ես նորից չեմ զլանալու հիշեցնել, որ սկսվել է դեռևս 2017 թվականին ՍԵՊԱ-ում արձանագրված է եւ ես որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ շատ երկար տարիներ բանակցել եմ դրա շուրջ, այսինքն անգամ դա որ լինի, ես էլի չգիտեմ դա մեզ ինչա տալու, հա, բայց դա ուրեմն արվել է դեռևս նախկին իշխանությունների ժամանակ եւ հիմա Արտուր, խնդրեմ, ինչ շահեց Հայաստանը այս Եվրոպարադից։ Դե նախ այդ Եվրոպարադը մեր համար չէր, դա Զելենսկու մոտ էին եկել, նրանք մեր մոտ չէին եկել, նրանք Զելենսկու մոտ էին եկել։ Դուք միանգամից Առաջի թեման, որը նրանք քննարկում էին, դա Ուկրաինային օգնությունը տրամադրելն էր, Եվրոպայի պաշտպանությունն էր, մենք իրանց համար ուղղակի մի հարմար վայր էինք, որ գնան սուրճ խմեն, Զելենսկու հետ խոսեն։ Երկրորդը, ակնհայտ էր, որ նրանք եկան միայն մի նպատակով, որը ընտրվի հավաճանների խումբը եւ Հայաստանը թշնամանա Ռուսաստանի հետ։ Մակրոնը բացեիբաց դա ասեց 8 տարի առաջ, երբ որ դուք Ռուսաստանի սատելիտ էիք, Արբանյակ, նա այդ բառը օգտագործեց։ Հետաքրքիր է, Ֆրանսիան, որ ՆԱՏՕ-ի անդամ է, Ֆրանսիան ում սատելիտն է, Միացյալ Նահանգների։ Դե տենց է ստացվում։ Ենթադրվում է, այո։ Ենթադրվում, այո, Գերմանիա, Բրիտանիա, Թուրքիա, բոլոր երկրները, որ ՆԱՏՕ-ի անդամ են եւ դաշնակիցներ ունեն, երևի իրանց էլ թող սատելիտ կոչի։ Նա ասեց 8 տարի առաջ դուք Ռուսաստանի հետ չէիք ուզում կռվեիք, դուք մեզ պետք չէիք։ Հիմա որ արդեն դուք համաձայն եք Ռուսաստանի դեմ կռվեիք, խնդրեմ, հիմա դուք ինձ հետաքրքիր եք։ Այդ մարդը, որը 22 թվականի հոկտեմբերին հանձնեց Ղարաբաղը, հետո էլ մեծ ցեղասպանության մասին էր խոսում, երեգել Երևանում լաբոեմ էր երգում, էնել բացարձակ առանց երաժշտական լսողության։ Այդ մարդու իր կողքի նստածի ռիթմը չասեմ, Նայրա ջան, մի բան անենք կողքը բանում, իմ երաժշտության դասատուն մետրոնոմ ուներ, որ գոնե ռիթմը նա ճիշտ հասկանա, այդ էլ չկարում։ Բուկին խփում է, ռիթմը չի զգում։ Ուրեմն ցեղասպանությունից խոսող Ֆրանսիայի ղեկավարը Շարլ Ազնավուրի անունը տվող, որը հանձնեց 120,000 ղարաբաղցի, խոսում է ցեղասպանության մասին, ինքը ցեղասպանության վերջի էջն է գրել կամ նախավերջի, elə մեզ էլ կհասնի դա երևի, ու գնում է լաբոեմ է երգում ու ամեն ձևով ուզում է այդ PR ակցիա էր, կողքը կանգնում են, սրտիկներ էին անում, իր հետ երգում պարում էին, այսինքն դու պատկերացրա քանի անգամ այս խումբը զանգատվել Փարիզ, Լոնդոն, Վաշինգտոն եւ ուրիշ երկրներ, որ խնդրել է, որ ամեն ձևով իրանց համար PR կամպանիա կազմակերպեն։ Եվ մի բան էլ ասեմ, հետո քեզ փոխանցեմ, մեր երկիր ենք մենք հրավիրում Ուկրաինայի ղեկավարին, որը փաստորեն տրամադրեց այն զենքը, որով սպանում էին մեր տղաներին։ Ու այդ մարդը այրոպորտից այդ ճանապարհով Եռաբլուրը ձախից է, չէ՞, երևում են, չէ՞, դրոշակները։ Այդ ժամանակ պետք է ասեն, պարոն Զելենսկի, դուք հիշում եք, որ դուք շնորհավորում եք Ալիևին, որ նա մեր տղաներին սպանեց, հենա, մեր տղաները ընդեղ են։ Դուք տեսնում եք, դուք իրանց կողքով եք անցնում,
որ դուք ասում եք մենք շնորհավորում ենք Ադրբեջանը, այ դուք շնորհավորում եք այս տղաներին սպանողին, ու դուք հիմա եկել եք մեզ հյուր, ինչ հետաքրքիր իրավիճակ է։ Դա բան էր, հակառուսական կոնգրես էր եւ նրանք ուզում էին ցանկացած ձևով Հայաստանը փոկել Ռուսաստանից, դարձնել պլացդարմ, բայց որևէ կոնկրետ խոստում չտվեցին։ Եվ եթե ուզում ես, հետո ցուցակով գնանք։ Այո, հիմա բայց ես փորձեմ քեզ հակադարձել երկու արգումենտներով։ Արգումենտ առաջին. Մակրոնը Պրագայից հետո Մարսեյում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասելա, որ ես ամեն ինչ արեցի, բայց ըստ էության ասելա, որ ինչ արելա Նիկոլ Փաշինյանը, ես փորձել եմ նրան կասեցնել, դա հնարավոր չի եղել, դա եղել է Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումը եւ հարց քեզ, հա։ Հիմա մենք պիտի մեղադրենք Մակրոնին, Տուսկին, Պուտինին կամ սրան նրան, որ նրանք ավելի հայ չեն, քան մենք։ Կարծում եմ չէ, եւ երկրորդ, ես երբ որ մենք նաեւ հարց բարձրացրեցինք, որ աննորմալ է, չէ, ընդունել մի երկրի ղեկավար Զելենսկուն, ով քո դեռևս այս պահի դրությամբ դեռևս առնվազն թղթով քո ռազմավարական դաշնակցի հետ խնդիր ունի, ով սպիտակ ուրեմն քիմիական զենք ֆոսֆոր վաճառել Ադրբեջանին, ես նայում եմ իշխանական պատգամավոր տարբեր գործիչներ, հա, գրում են, որ Ադրբեջանին քիմիական ֆոսֆոր վաճառել է Բելարուսը եւ Ուկրաինան պաշտոնապես հերքել է, որ ինքը նման բան վաճառել է։ Ընդունենք, որ ի վերջո նա ամեն տեղից Իսրայելից էլ կարող էր գնել, հա, բայց ամբողջ Կիևը ողողված էր, չէ, էտելո Բելարուսը, Լուկաշենկոն չի գնացել Կիևում, կախել են պաստառները, շնորհավորում ենք Ադրբեջանին իր տարածքների վերականգնման պատմական արդարության առիթով եւ առաջի դեսպանը, որ գնաց օկուպացված Արցախ, դա ուրեմն եղել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը։ Հիմա բայց հարցս, այո, հիմա հարցս, ինչի՞ պիտի Մակրոնը կամ ինչ որ մեկը, իդեպ Մակրոնը ես տեսա, որ շատ Գյումրիում մի աննախադեպ երևի շատ վաղուց որևէ մեկին երևի մեկ էլ հիշում եմ այդ երկրաշարժից հետո թե ժամանակ Ռիշկովին էին այդ ձևի ընդունել Գյումրիում, հա, այդ Մակրոնը նույն ֆրանսացիները հրապարակել էին սոցիոլոգիական հարցում, որտեղ հիմա Մակրոնի վարկանիշը 10% է եւ ի պատիվ ֆրանսիացի լրագրողի ինքը Երևանում ֆրանսիացի լրագրողը հարց տվեց Մակրոնին ասելով դուք չեք կարծում, որ դուք շատ եք ձեզ իրավունք վերապահում խառնվելու Հայաստանի ներքին գործերի մեջ եւ ինչ ասեց Մակրոնը, ասեց որ Իրանը խառնվել չի, Իրանը մտահոգություն է, այ խառնվելը ռսներինն է։ Խնդրեմ։ Դե կետերով պատասխանեմ քո արգումենտներին։ Առաջինը ում մեղքն է, որ Պրահայում այս դավաճանը հանձնեց ղարաբաղցիներին։ Իհարկե ճիշտ ես, առաջինը դա մեր մեղքն է։ Դա մեր ղեկավարի մեղքն է, որ նա դավաճանեց մեր ժողովրդին եւ մեր ժողովուրդը իրան երկրորդ անգամ ընտրեց։ Դե որոշ մասը, մի մասը ընտրեց։ Դա իհարկե մեծ մասը 680,000, շատ դա մեծ մասը։ Դե դա ռոպագանդայի հետևանք է, բոլորս գիտենք։ Մեկը որ անջատեին չէին ընտրի։ Հիմա իհարկե իր մեղքն է, որ մենք այսպիսի դավաճանական ռեժիմ ունենք ու զոմբիների տասնյակ հազարավոր զոմբիներ, որոնք իրան Քրիստոս են համարում։ Իհարկե դա վատ է, բայց իսկ դու ինչու ես իրան հրավիրում Պրահա։ Ինչու ես դու իրան կանչում ու կողքը նստում։ Դու, երբ որ իրան ստիպեցիր, որ նա հանձնի Ղարաբաղը, որպեսի ռուսները դուրս գան Ղարաբաղից, որը նա ընդունում է իր ինտերվյուում, հեսա ցույց տամ եթե ուզում ես։ Կողքը նստած է, դու ինչու այն ժամանակ չարցեցի ներողություն, իսկ այնտեղ ապրում են մարդիկ, իրանց հետ ինչ է լինելու։ Ու դու որ իր ինտերվյուն լսես հոկտեմբերին 22 թվականի, ասում է Ղարաբաղը դա տարածք է Ադրբեջանի սրտում։ Դու ֆրանսերեն հիանալի գիտես։ Un territoire au cœur d'Azerbaïdjan, oui. Ադրբեջանի սրտում տարածք։ Այսինքն այնտեղ արածում են ոչխարները, կովերը, ձիերը, այնտեղ քամիներ են փչում, 120,000 մարդ լինի, չլինի, Մակրոնի համար հետաքրքիր չեն նրանք։ Դու որ այնտեղ նստում էիր, դու շուզեցար մի հատ ապահովել ես մարդկանց անվտանգությունը, ինչպես դու կարելի է Կոսովոյում, որ Կոսովոյին անկախություն տվեցիք էթնիկ զտման համար։ Դու էթնիկ զտման մասին խոս։ Նա կրում է նա հանցակից է
Ղարաբաղի հանձնման հանցակից է։ Եվ այդ որ գալիս էր Երևանում La Bohème երգել, ես կառաջարկեի Ղարաբաղցի այն երեխաներին, որոնք փախստական են դարել, իրանց էլ բերեին, որ իր հետ երգեին La Bohème, հետո ասեին Monsieur le Président, դուք մեզ եք հանձնել։ Ես այն երեխան եմ, ում դուք հանձնել եք։ Եվ դուք հիմա գալիս եք Շարլ Ազնավուրը երգում։ Եվ նա ասեց ավելի կարևոր բան։ Հեսա ցույց տամ քեզ, եթե ուզես, ասում է, ինձ մտահոգում է, որ այնտեղ կա 5000 ռուս զինվոր։ Նայրա ջան, դու կարծում ես պատահական է, որ չգիտես ինչու Մակրոնը մտահոգվեց, որ Կովկասում ռուս զինվոր կա, ու այս դավաճանը հանձնեց Ղարաբաղը իր քավորությամբ, իր կողքը նստած։ Իհարկե ոչ, պարզ է ինչու է նա դա արել, որ ռուսները դուրս գան Կովկասից, եւ երեք նորից կրկնեց։ Իդեպ դու ճիշտ ես, նա 10-ից 11% ռեյտինգ ունի, պատմական ռեկորդ, ցածր ռեյտինգի, ամենացածր որևէ նախագահ չի ունեցել, այո, կարծեմ Օլանդին է այդ վերջի ամիսներին մոտեցավ այդ պատմական մինիմումին։ Ճիշտ ես, Օլանդի երկուսով Օլանդի հետ նրանք այդ ռեկորդը վայելում են։ Այսինքն մենք Ֆրանսիայի ժողովրդին կարող ենք ողջունել, որ նրանք էլ գիտեն, թե սա ով է, 15 երեսանի երեսպաշտ մի անձ, որը հանձնեց մեր ազգը։ Հիմա նա գալիս է Երևան Զելենսկու հետ, մեկը Ղարաբաղն է հանձնել, մեկը Ադրբեջանին շնորհավորել է, որ հայերին հաղթել են։ Երկուսը անցնում են Եռաբլուրի կողքով։ Ոչ մերոնք էլ թասիբ չունեն, որ ասեն ներողություն, դուք այստեղ գեղեցիկ ճարեր եք ասում, բայց դուք հանձնեցիք մեր ժողովուրդը։ Ոչ ոք դա չի ասում, եւ հետո խոստանում են մեզ ռազմական օգնություն։ Ոչ մի նոր բան, ինչ որ 37 թե 40 Ցեզար հավուցրներ են պատվիրել տարիներ առաջ։ Մի հարց քեզ Նայրա ջան, ես ու դու դեռ չենք խելագարվել։ ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիան, այո, դեսենց որ գնա իսկականից կգժվենք։ ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիան պետքա Ցեզարներ հասցնի Հայաստան։ Ուրեմն նրանք երևի նավով գալիս են Թուրքիա, Թուրքիայի տարածքով այդ բացում այդ կամուրջը, Թուրքիային ասում ենք, պարոն Էրդողան, դուք դեմ չեք, չէ, որ մենք հավույցերներ բերենք Ֆրանսիայից, որ հետո ձեր դեմ օգտագործենք, պաշտպանվենք։ Կամ Ադրբեջանի տարածքով են երևի գալու, կամ Իրանի տարածքով են գալու, որը հիմա պատերազմում է արևմուտքի հետ։ Պարզ է, որ միակ ձևը Վրաստանն է։ Վրաստանը, որը այն իրանց այդ մարշրուտկաները տրանսպորտային, որոնք ուշաթափվել էին, մերոնք ասին աննախադեպ, ռազմական օգնություն, ապակուց սարքած մեքենաներ են տրանսպորտային։ Գիտես քանի ամիս մնացին Պոցիում։ Մի ամիս։ Թուրքիան մի զանգով Պոցիում կանգնեցրեց։ Այդ հավուցերները երբ են հասնելու Ցեզարները Հայաստան։ Այդ 3 ռադարը, Նայրա ջան, ոչ ես եմ հիմար, ոչ էլ դու։ Այդ ռադարը գիտես ոնց է, ռադարը ստեղ է, արձակում է ռադիոսիգնալը բան է անում, reflect ոնց է հայերեն, հետ է գալիս, այսինքն հասնում է ինքնաթիռին հետ է գալիս ու ռադարը այդ ինքնաթիռը տեսնում է։ Նրանք ունեն հատուկ հրթիռներ, որոնք ՆԱՏՕ-ն կոչվում է HARM 88, հարամ չի, հարմա, բայց լավ կլին անուն դրեին հարամ։ Այսինքն այդ հրթիռը տեսնում է սիգնալը որտեղից է գալիս է ու այդ ռադարը ոչնչացնում է։ Դա 15 րոպեում ոչնչացնելու է Թուրքիան։ Ադրբեջանին տալիս են միլիոնավոր չէ, արդեն միլիարդավոր դոլարների օգնություն, ռազմական ինքնաթիռներ, հոփ համակարգեր, բալիստիկ եւ ոչ բալիստիկ հրթիռներ, դրոններ, ամեն ձևի զենք, իսկ մեզ տալիս են 3 ռադար եւ հետո ոչ մարտական ինչ որ նյութեր, օդեկոլոն մեզ կուղարկեն երևի։ Դե ֆրանսիական օդեկոլոնը վատը չի, ես դեմ չեմ, թող բերեն։ Բայց ես էլ բացարձակապես դեմ չեմ։ Հա, թաշկինակներ կտան մեզ, պամպերսներ, այո։ Բայց նորից ես պիտի քեզ հակադարձեմ Արտուր, որտեվ ես այդուհանդերձ մնում եմ իմ այն կարծիքին, որ մեր երկրի շահերը ոչ Մակրոնը պիտի պաշտպանի, ոչ Թրամփը, ոչ նրանից առաջ Բայդենը, ոչ Պուտինը, ոչ ասենք Կիրիենկոյի հետ ինչ որ սերտ հարաբերություններ ունեցող եւ Երևանյան որոշ օպոզիցիոն ուժերի պապա 1.50 բոյով Վիկտոր Դալգարուկին, հա, մեր երկրի անվտանգությունը, մեր օրակարգը պիտի պաշտպանի բացառապես Հայաստանի իշխանությունի վերջո կարող է Մակրոնը եւ Եվրոպական միությունը այս ռեգիոնում ունենալ իր շահերը եւ ասեմ ի պատիվ Գերմանիայի կանցլեր Մերցի եւ Իտալիայի վարչապետի նրանք իրենց քիթը չխոթեցին եւ չներքաշվեցին այս եվրո ուրսուլայական փարթիի մեջ, որտեվ աբսուրդ է, չէ, երբ
երբ որ մի երկրի ղեկավար գալիս է Հայաստան եւ պահանջում է, որ որևէ այլ երրորդ երկրի ռազմաբազա դուրս գա, սենց ինքնիշխանության level ես իմ կյանքում չեմ տեսել, հասկանում եք, դա նույն բանն է, որ ասենք դա նույն բանն է, որ օրինակ Իտալիայի վարչապետը գնա Ֆրանսիա եւ ասի, որ ես կարծում եմ, որ Էլզասը նորից պետք է վերցնեք եւ տակ ուրեմն գերմանացիներին եւ Ֆրանսիան էլ ասի, դե ես ինքնիշխան պետություն եմ։ Սա էլի եմ ես ասում։ Ես կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել Մակրոնի կամ ԵՄ-ի այս գլոբալիստական վերխուշկայի օրակարգի հետ։ Իրանք բաց ասում են, մեր օրակարգը Ռուսաստանի ոչնչացումն է, քո իշխանությունը։ Ինչի՞ է մտնում այդ օրակարգի մեջ, հասկանալով, որ Ռուսաստանում մենք ունենք 2 միլիոն հայրենակիցներ, որոնց փողերով ստեղ ապրում են 100,000-ավոր ընտանիքներ, քո իշխանությունը ինչի՞ է մտնում մի օրակարգի մեջ, հասկանալով, որ ԵԱՏՄ շուկան մեզ համար փակվելու է եւ Մակրոնը գնաց, ինչպես մեր մեռնագրում է, մակարոն ենք պաշարելու, ամբարելու, ինչի՞ է մտնում քո իշխանությունը, Մակրոնը, Ուրսուլան, մյուսները շատ բան կարան ուզեն, խնդրեմ։ Դու պատկերացրա, ես ու դու գնայինք Գերմանիա, ասենք մենք ուզում ենք, որ ասենք քրիստոնյա դեմոկրատները չընտրվեն, հանրապետականները կամ ինչ-որ ուրիշ կուսակցությունը, ալտերնատիվա Գերմանիայի համար կուսակցությունը ընտրվի, դու պատկերացրա, մեզ կլարեին Բերլինում, կտանեն օդանավակայան, կնստացնեին ինքնաթիռ, կասեն դուք ինչ իրավունք ունեք խառնում եք մեր երկրի ընտրություններին։ Եվ ասեն գերմանացիներին, դուք ամերիկացիացելիտ եք, դուք պետք է փակեք Ռամշտայն բազան։ Մեզ կասեն դուք ով եք։ Դուք ով եք եկել եք մեր երկիր, ասում եք ինչը փակենք, ինչը բացենք։ Ուրեմն Մակրոնը նորից կրկնեց, որ ինքը մտահոգված է, որ մեր երկրում ռուս զինվորներ կան։ Շատ հետաքրքիր մտահոգություն ունի։ Նա մտահոգված չի, որ Ղարաբաղում հիմա ադրբեջանական եւ թուրքական բանակ, թուրք զինվորներն են այնտեղ, որ մեր եկեղեցիներն են պայթացնում։ Նա մտահոգված չի, որ Ամերիկան ամբողջ աշխարհով ունի 800 ռազմական բազա։ Դա իրան չի մտահոգում։ Այն փաստը, որ ամբողջ Եվրոպան Ամերիկայից է կախված, Ամերիկան է ապահովում Եվրոպայի անվտանգությունը։ Նա Եվրոպան սատելիտ չի կոչում։ Գազայի 80,000 երեխաների եւ մայրերի ցեղասպանությունը իրան չի մտահոգում։ Լիբանանի հարավի ամբողջ հարավը Իսրայելը գրավել է։ Դա էլ իրան չի մտահոգում։ Իրան մտահոգում են ռուսները։ Ռուսներն են իրան մտահոգում։ Հետաքրքիր է ինչու։ Գուցե որտեվ իր համար իր վերջի շանսը այդ 11%-ով չդուրս գալը քաղաքական բեմից, գոնե ինչ որ բանով նա ուզում է իրան բանան, էլի ինքնահաստատի։ Այո, քաղաքական վերնախավը։ Եվ այդ միակ բանը Ռուսաստանի դեմ այս խաչակիրների արշավն է, որը նա շարունակում է այդ ֆանատիկ ատելությունը, որոնք տարածում են ամբողջ Եվրոպայում դեմ, դա է նրա նպատակը։ Նա մեզ վրա թքած ունի։ Իսկ որ դու ասում ես ինչպես կարող ենք իրանց մեղադրել, եթե այսպիսի ղեկավարություն ունենք։ Կարող ենք, ինչու, որովհետև առաջինը իհարկե մերոնց մեղքն է, որքան դավաճան ունենք։ Դե բոլոր ազգերը դավաճան ունեն, բայց այսքան ես չգիտեմ։ Բայց դե եթե տենց է Նայրա ջան, ուրեմն թող չօգնեն, որ սա ընտրվի։ Դուք ինչ իրավունք ունեք սրան ընտրել տալ մեր երկրում։ Մենք իդեպ ես շատ հետաքրքիր քո դուրը կգա, դու ֆրանսիական աշխարհը սիրում ես։ Ուրեմն մի ցուցակ ունեմ բռնապետների, որոնց Ֆրանսիան օգնել է անցյալում կամ մինչև հիմա օգնում է Աֆրիկայում։ Եվ պատվո լեգիոնի շքանշան է տվել։ Այո, ասեմ ում է տվել։ Հեսա կասեմ։ Այդ քո դուրը շատ կգա։ Ժան Բեդել Բոկասա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն։ Ոչ միայն դիկտատոր, այլ նաև կանիբալ։ Այս մարդը ըստ շատ աղբյուրների մարդակեր է եղել։ Այո, եւ շատ աղբյուրներ դա ապացուցում են, որ նա իր թշնամիներին նա կերել է, այդ թվում հիմա կարող է մեզ հետևողները զարմանան, ըստ տեղեկությունների կերել է նաև ընդդիմադիր մի կին գործչի։ Մեղա հանկարծ։ Ու պահելա սարմարանում, Նայրա ջան, սարմարանում։ Եվ նա
Արտուր ջան, ավելացնենք, որ նա ստացել է պատվոլեգիոն ստացավ Երևանում, տենց մի հատ մարդ կա, Վահագն Խաչատուրյան, կարող է չիմանա ով է, բայց ինքը Հայաստանի Հանրապետության նախագահն է եւ նաեւ Նիկոլը ստացավ, իմացեք նույն Ֆրանսիան այն Բոնապարտի հիմնած իսկապես արժանապատիվ կոչումը պատվոլեգիոնի, որով արժանապատիվ մարդիկ են պարգևատրվել, ահա այսպիսի բռնապետ կանիբալ պարգևատրվել, որ հակառակորդը դուրս չէր գալի, հատկապես կանայք բռնում ուտում էր։ Ու պահում էր բանում։ Սառնարանում։ Դե որ թարմ մնա։ Սառնարանում։ Դեպի թարմ մնա։ Մեր ժամանակ 80-ականներին իմ երիտասարդության տարիներին կար երգիչ աֆրիկացի Սայմոն, Աֆրիկ Սայմոն, ասում էին նա երգում էր աֆրիկյան ժողովրդական երգ, սիրեցի Յարիս կերան։ Փաստորեն այս մարդու պատմությունն է։ Այո, հաջորդը Օմար Բոնգո Գաբոնից, Իդրիս Դեբի Չադից, Պոլ Բիա բոլորը բռնապետեր են, դու ասա, բոլորը, բայց այս մնացածները մարդումից չեն կերել, ոչխարի մեզ են կերել։ Գրասինգ Էդայեմե Տոգոից, Դեմի Սասու Նգեսո Կոնգոյում, Մոբատու Սեսեսեկո Զայրում։ Ու հիմա երևի բոլորին էլ պատվո լեգիոնի շքանշան է տվել, որը իսկապես բացարձակ արժեքազրկվել է սենց գործողություններից հետո։ Այսինքն, ոնց որ ասում է ժողովուրդը, շունագելա մեր ընկերն է։ Տենց չեն ասում, ժողովուրդը տենց է ասում։ Այսինքն, ուզում է բռնապետ լինի, ուզում է մարդակեր լինի։ Հիմա Արտուր ջանը, այո, այն հայտնի բան կա, չէ, մեր Սամոսան ստահակա, բայց մեր ստահակն է, հիմա հարց ունի, որտեղ մենք ասել ենք, որ Արայիկ Եղիազարյան, այսքանից հետո հարց ունեմ երկուսիդ, Ռուսաստան այսքանից հետո էլի ընդունելու է Նիկոլին, ես մի հատ կարճ ռեմարկ անեմ ու խոսքը փոխանցեմ քեզ, ուրեմն սիրելի հայրենակիցներ, ես եմ մարդն եմ, որ մշտապես ասել եմ, որ 18 թվականի Թավշյա հեղափոխությանը Արևմուտքի հետ միասին իր ակտիվ առնվազն Նիկոլին սատարելու հարցով մասնակցությունն է ունեցել Ռուսաստանը եւ այս տարիների ընթացքում ամեն կերպ իրենք սատարել են Նիկոլին։ Կարող Արտուրը չհամաձայնի, բայց այդպես է։ Հիմա երեք ես նայում եմ ռուսական RTR-ով, ուրեմն իրանց հիմնական լրատվական բլոկում 15 րոպեն, այս ականջակալել են գնում, նվիրված է Նիկոլին, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ Թրամփի թիկնապահ, էլ անտաղան թմբուկահար, էլ դավաճան, բա Սալավյով and Company, որ մենք ասում էինք դավաճան, Պուտինը մտավ ուղիղ եթեր ասեց օմնիպրիդացիել եւ ջարդեց ընդդիմության մեջքը ու ջարդեց ընդդիմության հանրահավաքը ամեն կերպ սատարելով են Օնի Գասպարյանին էլ ասեցին չհամարձակվես թփրտաս։ Հիմա հարց է տալի մեր հայրենակիցը Արտուր ջան, շնորհակալ են Կրասնոդարից ողջունում են, հիմա հարց է տալի, ինչն էր Ռուսաստանի մեր հայրենակցի Արայիկ Եղիազարյանի հաշվարկը, որ Սամոսան բանը, նիգադյայ, որ կկարողանան, այս ռեժիմը պահել իրենց արեոլի տակ, եւ ինչպես ժամանակին Ալեն Սիմոնյանն էր ասում, Հայաստանում երբևէ այսքան Ռուսաստանին մոտ իշխան չի եղել, ոնց որ մերը Ռուսաստանը սխալվեց իր հաշվարկներում, Արտուր, ինչ ես կարծում։ Ռուսաստանը իհարկե սխալվեց եւ շատ ռուս քաղաքագետներ դա ընդունում են։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը շատ դժվար է անվանել հաջող, սա հաջողություն չէ, ոչ Կովկասում, ոչ Արևելյան Եվրոպայում, ոչ էլ արդեն Կենտրոնական Ասիայում, դա պետք է ընդունել։ Մենք պետք է նայենք գլոբալ։ Մեր դժբախտությունը սկսեց այն պահից, երբ Արևմուտքը գնաց դեպի բախում Ռուսաստանի հետ։ Երբ Արևմուտքը բախվում է Ռուսաստանի հետ, հայերը միշտ դրա գինը մուծում են։ Ինչու՞։ Որովհետև այդ իրավիճակում Ռուսաստանը սկսում է Թուրքիայի հետ մերձենալ, որպեսզի Թուրքիան իր համար երկրորդ ճակատ չստեղծի։ Այդպես միշտ է եղել։ 100 տարի առաջ նույն բանը եղավ եւ բոլշևիկները, կեմալիստները Հայաստանը կիսեցին, էլի մասնավորապես մեր խելքից։ Այսինքն Ռուսաստանը
բախվելով արևմուտքի հետ, որը բերեց Ուկրաինայի պատերազմին, մանավանդ հիմա չի կարող միաժամանակ պայքարել եւ Թուրքիայի եւ արևմուտքի հետ։ Դրա համար Կովկասում փորձում է ինչ որ քիչ թե շատ կայուն իրավիճակ պահել, որ այստեղ էլ պատերազմ չսկսվի։ Բայց Թուրքիան դա շատ լավ գիտի, դրա համար Թուրքիան հիմա դարավ գերիշխող տերություն Կովկասում։ Ռուսները իհարկե չէին ուզենա, որ այս մարդը մնա, բայց մյուս կողմից նրանք չեն ուզում անկայունություն, պատերազմ, չեն ուզում ինչ-որ ազգայնական ուժեր կան Հայաստանում, որոնք պահանջեն, որ Ռուսաստանը պայքարի, ասենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ, դրանք դա էլ չեն ուզում, եւ իրենց համար ուղղակի էս պետքա պահել որքան հնարավոր է կայուն Ուկրաինայի հարցերը չլուծվի։ Իսկ դա չի լուծվելու երկար ժամանակ, ինչպես վաղուց ասել էինք։ Եվ հետո Մոսկվայում կա բավականին ուժեղ պրոթուրքական լոբի, կա իրենց այդ եվրասիական դպրոցը, եւ մենք չունենալով էլիտա եւ ունենալով քո ասած այդ մարդկանց, այդ ծիծաղելի կոմպակտ չափսերի Նապոլեոններին, մենք ունենք հակա էլիտա, որը թույլ չի տալիս, որ մեր ազգը էլիտա ձևավորի։ Մենք դա չունենալով անգամ չկարողացանք պայքարել թուրքական լոբիի հետ Մոսկվայում, ունենալով հսկայական ռեսուրսներ Ռուսաստանում, ոչինչ չկարողացանք անել։ Այո։ Համաձայն եմ, բայց մենք պիտի հասկանանք նաև, որ իր այս քաղաքականությամբ Արտուր Ռուսաստանը, ես նայում եմ այստեղ, ես ինչ որ հարց եք տալի հայրենակից, բայց հարցը համեմել եք սեռական բնույթի հայհոյանքներով, նույնիսկ այս ռեժիմի հասցեին ես կատեգորիկ ասել եմ սեռական բնույթի հայհոյանք գրելը որևէ մեկին հասցեին, դա ձեր սեփական թուլության նշանն է, հարցը ձևակերպեք կորեկտ, այլապես մենք հարցին չենք պատասխանելու։ Այդուհանդերձ ես ուզում եմ, որ անդրադառնաս նաև նույն Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունքում այս հակառուսականությանը, անգամ են մարդիկ, ում հարազատները աշխատում են Ռուսաստանում եւ այնտեղից գումար են ուղարկում, ռուսաֆոբ են, սա ոնց բացատրել։ Խնդրեմ։ Դա իհարկե անոմալիա է, առաջինը իհարկե մեր այդ քարոզչությունն է, որ աշխատում է Հայաստանում, գիտես, ինչ հզոր բանակ ունեն քարոզիչների, այն էլ Ֆրանսիայի օգնությամբ, Թուրքիա եւ այլն։ Եվ պետք է ասել, որ անցյալում որոշ ուժեր շատ մեծ վնաս հասցրեցին Ռուսաստանի հեղինակությանը։ Քանի որ Ռուսաստանը ցավոք սրտի ընտրում է որոշ մարդկանց, որոնց հետ նա ցանկանում է աշխատել, դե գոնե անցյալում է ընտրել։ Ես չգիտեմ հիմա ոնց է, ես իրանց հետ կապ չունեմ։ Բայց անցյալում ընտրել են այնպիսի հիմա էլ Արտուր ջան շարունակում են նույն իրանց տգետ, անգրագետ քաղաքական լեշերի, Ռուսաստանը շարունակում է քաղաքական Օստապ Բենդերների, չէ, Օստապ Բենդեր բանաս, լավ բարձր լեվել է, լեյտենանտ Շմիդտի լակոտների, քաղաքական մեռելների, քաղաքական լեշերի հետ համագործակցել, որովհետև ես պնդում եմ, որ ռուսական քաղաքական էլիտան դա կարծրացած, դա կոռումպացված քաղաքական էլիտա է եւ արդյունքում մենք այսօր Հայաստանում չունենք այնպիսի ուժեր, ովքեր կարողանան ժողովրդին բացատրել, որ եթե ԵԱՏՄ շուկան փակվեց, քո երեխան սոված է մնալու։ Մենք չունենք այնպիսի ուժեր, որոնք այնքան հավատ են ներշնչում, որ կարողանան ասել, որ եթե ռուսական տնտեսությունը փակվեց եւ քո միգրանտները, քո հարազատը վերադարձավ Երևան, քո ասած լիժանկայի դեֆիցիտ է լինելու, որտեղ մարդիկ անգամ տեղ չեն ունենալու քնելու։ Սա ցավոք սրտի այն ուրեմն վարկաբեկված, այն հանրային որևէ հեղինակություն չունեցող, այն քաղաքական մեռելների վրա ստավկանը, որը տարիներ շարունակ արել է Ռուսաստանը։ Ես այդ կարծիքին։ Ցավոք սրտի պետք է ասել, որ այո, անցյալում մեծ վնաս հասցվեց նախ մեր ժողովրդին, մեր ժողովրդի հիշողությանը այնպիսի բաներ են արվել, որ մինչև հիմա հիշում են, չնայած մեր ժողովուրդը ընտրովի է հիշում։ Անցյալը լավ են հիշում, իսկ օրինակ վերջի մի քանի տարվա արածը այդքան լավ էլ չեն հիշում։ Բայց այդ մարդիկ մեծ հարված հասցրեցին Հայաստանին, մեր ժողովրդին եւ Ռուսաստանի հեղինակությանը։ Եվ իհարկե լավ կլինի, որ Մոսկվան սկսի ավելի ուշադիր
ընտրել այն մարդկանց, ում հետ նա ցանկանում է կապեր հաստատել կամ չհաստատել, դա իրենց գործն է, բայց դա մեծ վնաս հասցրեց Ռուսաստանի հեղինակությանը, բայց այնուամենայնիվ մարդկանց պետք է բացատրել, այո, եղել է կոռուպցիա, այո, հիմա էլ կա կոռուպցիա, հիմա էլ կա, մեր մոտ էլ կա, ռուսների մոտ էլ կա, Ֆրանսիայում էլ կա, այն Սարկոզին գիտես, հիմա բանտից դուրս է եկել, ինքն էլ էր, չէ՞ կոռուպցիայի համար նստել։ Տրամպի շուրջը նայեք ինչա կատարվում, փող են տալի, ասում են հարցակվի Իրանի վրա, խելոք հարցակվում է։ Բոլոր երկրներում կա։ Մենք կարող ենք պայքարել, պետք է պայքարենք կոռուպցիայի հետ, բայց մենք չենք կարող Հայաստանը կորցնելուց հետո դա հետ բերել։ Երբ Հայաստան չլինի, Երևանը դառնա Իրիվան, մեզ Ալիևը ղեկավարի, մենք այլևս դա հետ չենք կարող բերել։ Եվ ճիշտ է, հենց որ մենք դուրս եկանք ԵԱՏՄ-ից, մեր մոտ սկսելու է սով։ Իդեպ մատրասների գինը չի բարձրացել դեռ Երևանում, որտեղ շուտով կբարձրանա, որտեղ մենք այդ մատրասը չունենք։ Այո, եւ Արտուր ջան, այո, եւ քանի որ խոստացել ենք, հա, մեր ժամանակն էլ մոտենում է ավարտին, Ֆրանսիայից Մարիա, բարևներ Ֆրանսիայից, bonjour Maria, bon courage et bonne journée, այո, եւ ուրեմն այստեղ մեր Ռուսաստանից մի օկտատեր нам очень обидно, что живем в России, стыдимся за такое правительство Армении, нам тоже обидно и терпение всем нам, да, եւ մի հարց էլի մեր հայրենակիցն է ուղղել ընդդիմությունը իրար փոր են թափում, ինչ պիտի անի նման ընդդիմությունը, երբ որ ես եւ Արտուրը Խաչիկյան շատ ենք խոսում այս որակի ընդդիմության մասին, մեզ շատ հաճախ մեղադրում են, ասում են, դուք Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնում, չէ, Նիկոլի ջրաղացին ջուր լցնում է հենց սենց անորակ ընդդիմությունը, որտեվ այս կարգի խոսքը բնականաբար չի վերաբերում բոլորին, այս կարգի ընդդիմության ֆոնին Նիկոլը ցավոք սրտի փորձելու է լուծել վերարտադրվելու իր սպառնալիքը Արտուր ջան, կուզենամ ընդդիմության մասով քո խոսքը ասես եւ փորձենք եզրափակել մեր զրույցը այսօր։ Այո, շատ լավ Նայրա ջան։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայից եւ Ռուսաստանից գրողներին, եթե դուք իրավունք ունեք քվեարկել ձեր ձայնը տալ, եկեք Հայաստան եւ գնացեք ընտրությունների, մասնակցեք եւ ձեր մերձավորներին ասեք, որ նրանք գնան եւ մասնակցեն ընտրությունների։ Թող մեր սփյուռքահայերը կապնվեն իրենց ընտանիքի անդամների հետ, ում նրանք սնում են տասնյակ տարիներով եւ ասեն, խնդրում եմ գնացեք մասնակցեք ընտրությունների։ Մի ասեք ում օգտին քվեարկեն, դա ձեր գործն է, իրանց գործն է։ Ասեք, գնացեք մասնակցեք։ Դա շատ կարեւոր է։ Եվ երկրորդը ընդդիմությունը։ Նայրա ջան, շատ ենք խոսել սրա մասին։ Ես մենակ նորից հիշացնեմ, որ ես էլ դու էլ ոտով քայլել ենք Դիլիջանից Երևան։ Այո։ Եվ հասնելով Երևան, տեսնելով այդ քաղաքական ճանճերը ոնց էլի հավաքվեցին Բագրատ Սրբազանի շուրջը, այո։ Եվ որ ես աղաչում էի, որ մենք Երևան չմտնենք, մինչև չլինի պլան, եւ մինչեւ այդ բոլոր այսպես կոչված նախկինները, չնայած այս մարդն էլ է նախկին, որ այդքան խոսում է նախկինների մասին, որ նախկինների ներկայություն չլինի, այդ նախկին խորհուրդ տվողները չգան, բոլորը ճանճի պես հավաքվեցին, սկսեցին աթոռա կռիվ, ու մեր ժողովուրդը հիմար չի։ Դա տեսավ եւ գնաց տուն։ Իմ աչքերի առաջ եւ դա շատ ցավալի էր, որովհետեւ մենք ես ու դու էինք անձրևի կարկուտի տակ թռչվում այդ ճանապարհին։ Հիմա եւ ես կուզենայի նայել այն քաղ տեխնոլոգների աչքերին, ովքեր այդ գիտես այս հանճարը եղել այդ քաղաքագիտական մտքի այդ գիգանտությունը նայ էլի ես ձեզ տալիս եմ մի ժամ, ես ձեզ տալիս եմ 15 րոպե, վաղը եկեք սուրճ կխմենք։ Դա Արտուր ջան, ես Զորով ուզում էին այդ ցույցը ցրեին, Նայրա ջան, զորով եւ ճիշտ է, այստեղ մի հայրենակից է գրել, մի պահ չէի ուզում անդրադառնայի եւ հա, երբ որ լատինատար են գրում, չի կարելի ասել, որ Հայաստանում ապրող հայերը հայ չեն, իրական հայերը դուրսն են եւ դուք թուրքա, ինչա Թուրքի մնացորդ եք, այդտեղ ապրող հայերը դուրսն են, սովորեք նամազ անել ու вас нет будущего։ Եթե սա ադրբեջանցի չի իրականում գրողը, որը որոշակի հայերենի տիրապետում է, կարծում եմ սա ադրբեջանցի է, չէ, մենք մնալու ենք մեր հայրենիքում, Հայաստան մնալու է եւ քո նմանին բերելու ենք եւ քո նմանը չոքած հայր մերը արտասանելու։ Եղավ սա այս մասով եւ շնորհակալ եմ ինձ եւ քեզ բարևներ են փոխանցում
հարցում ջերմորեն, այստեղ մեր հայրենակիցը շատ մտահոգված է, որ Նիկոլը ընտրվի Հայաստան չի լինելու, սրանով էլ երևի եզրափակենք, որ այո, չի լինելու, ուստի եւ ամեն ինչ պիտի անել, որ ինքը չվերընտրվի, իսկ դրա համար պետք է, որ մեր հայրենակիցները գնան ընտրական տեղամաս, որովհետեւ բոլոր սոցիոլոգիական հարցումներով 48%-ը չի պատրաստվում գնալ քվեարկության, դա լինելու է աղետ։ Այսքանը Այո, համաձայն։ Այո, եւ նորից կոչ գնացեք ընտրական տեղամաս եւ ձեր ձայնը տվեք այն քաղաքական ուժերին, ովքեր շանս ունեն անցնելու անցողի քշեմը։ Շնորհակալ եմ, շատ ակտիվանում է Արտուր արդեն, շնորհակալ եմ, բոլորիս ինձ ու քեզ ուրեմն բարևներ եւ շատ ակտիվանում է, երևի մի եթեր Արտուր ես ու դու նվիրենք հենց միայն ինտերակտիվ հարցերի պատասխանելու եւ սիրելի հայրենակիցներ, վաղը չեմիս օրը ժամը 1-ին էլի ուղիղ եթեր live news-ով պատրաստեք ձեր հարցերը, սիրով կպատասխանենք։ Շնորհակալություն։